Շնորհակալություն, մենք որպես իրավաբան փորձել ենք մի պահ մեր աչքերը փակել ինչա կատարվում քաղաքական պրոցեսներից հետ գնանք, մտածենք նման որևիցե բան չկա եւ օբյեկտիվորեն հասկանանք ինչ օրենսդրություն է եղել, ինչ է փոփոխվել եւ այս առանցքում ինչ է եղել։ Դրա համար ինչ ենք արել։ Մինչեւ օրենքի փոփոխությունը 2025 թվականի հունիսի դրությամբ եղած օրենսդրությունն է ուսումնասիրել, որտեղ հետեւյալը կար։ Հնարավորություն կար կարգավորող մարմնի լիցենզավորված անձի լիցենզիան դադարեցնել, կոպիտ խախտումների դեպքում եւ դրա հետևանքն էլ այն էր, որ այդ լիցենզավորված անձը նորից պետք է լիցենզիա ստանա, կամ եթե չի ցանկանում լիցենզիա ստանա, կամ նոր դիմումը մերժվում է, այդ ժամանակ նոր հարցեր ծագում այդ լիցենզավորված անձի սեփականատիրոջից բաժնետոմսեր ձեռք բերելու կամ համակարգը գնելու, մինչև այդ դա է կարգավորումը։ Ինչ տեղի ունեցավ հետո։ 2025 թվականի հունիսի 18-ին Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ ժամանակը եկել է հեծի պետականացում իրականացնելու համար։ Առաջին հայացքից դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ առնվազն, եթե օբյեկտիվ եմ ասում, քաղաքականը նորից դնում եմ մի կողմ, առնվազն հունիսի 18-ից առաջ ոլորտի պատասխանատու քաղաքականությունը մշակող պետական մարմինը, տվյալ դեպքում տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը կամ մի քանի մարմիններ իրար հետ քննարկում են ունեցել վարչապետի մոտ, բացատրել են այս խնդիրները հենց հեծի վերաբերյալ, ասել են, որ ամեն ինչ ճգնաժամային վիճակում է, պահը եկել է հեծը պետականացնելու։ Այսինքն հունիսի 18-ի դրությամբ պետական կառավարման մարմինը առնվազն իմացել է ինչ ենթադրյալ լուրջ խնդիրներ եւ կամ խախտումներ է կատարել հեծը։ Եվ մեզ մոտ հարցածագել հենց այդ պահից։ Ինչն է արգելում պետական մարմնին հենց այդ ժամանակ դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի վարույթ հարցի։ Օրենսդրական արգելք կար, որևիցե արգելք չկար։ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասը դա թույլ էր տալիս։ Հենց նախարարը այդ ժամանակ에 կարող էր հաղորդումներ կազմել։ Ինչու չարեց։ Այդ հարցը մեզ մոտ մնաց արկախված։ Մինչև այն պահը, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացրեց օրենքի նախագիծ ազգային ժողովի քննարկման։ Օրենքի նախագծի բովանդակությունից մեզ համար ինչ-որ բաներ պարզ դարձավ։ Նախ, ինչ էր փոխվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջարկում էր միջազգային փորձը վերլուծելով առաջարկում էր հետևյալը, որ եթե կա ճգնաժամային իրավիճակ էլեկտրոէներգիա բաշխող կամ այդ տեսակի ընկերություններում, որպեսզի հնարավորություն ունենա կառավարությունը արագ արձագանքելու եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու։ Երբ որ ուսումնասիրում ենք այս օրենքի նախագիծը, նախ տեսնում ենք հիմնավորումը, հիմնավորման մեջ ինչն է շատ հետաքրքիր, ինչ է նշված։ Նշված է, որ այս օրենքի նախագիծը չի բխում, որևիցե կապ չունի կառավարության 2021-26 թվականների ծրագրի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050 ծրագրի հետ, կոռուպցիայի դեմ պայքարի եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի հետ, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր այս օրենքը ներկայացրել է կառավարության ծրագրից լրիվ անկախ։ Դա ինչ է նշանակում։ Ինչ կարա դա հուշի հետևյալը, որ կառավարությունը առնվազն 2021 թվականից երբ որ գործել է, որևիցե խնդիր երբևիցե չի տեսել, նման անհրաժեշտություն չի տեսել արագ արձագանքելու ճգնաժամային իրավիճակներին, որտեղ վստահ է եղել, որ եթե ինչ-որ մի բան լինի, առանց օրենսդրական փոփոխությունների նման խնդիր հանգիստ կլուծեն։ Բայց արի ուտես, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը խնդիր է տեսել։ Այստեղ մեզ մոտ այլ հարց առաջացավ։ Իսկ ինչի կառավարության կողմից հետագայում այս օրենքի նախագիծը չմշակվեց, սահմանված կարգով չդրվեց հանրային քննարկման, շահագրգիռ բոլոր մարմինների հետ չքննարկվեց, այդ թվում նաև հեծի հետ, այլ արագ օրենքի նախագիծ գնաց։ Միակ պատասխանը հետևյալն է, որպեսզի օրենքը շատ արագ լուծվի, որովհետև հակառակ պարագայում օրեր էին, այս բավականին երկար, երևի ամսից ավել ժամկետ էր գնալու, 15 օր հանրային քննարկման համար, բոլոր պետական կառավարման մարմինների հետ քննարկում, առնվազն վստահ են, որ արտադրության նախարարության իրավական փորձաքննության եթե այս նախագիծը գնար, սահմանադրականության լուրջ խնդիրներ էին լինելու, առնվազն բացասական
մարդու վիճակը ծանրացնող դրույթներին հետադարձ լուր տալու համար, բայց այդ ամեն ինչը արագ շրջանցելու համար որոշվել էր, որ պետք է ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այս նախագիծը դրվի քննարկման մեջ։ Ինչ ենք տեսնում հիմնավորման մեջ։ Ես ասեցի, հիմնավորման հիմնական նպատակը ճգնաժամային դեպքերում արագ արձագանքելը, կառավարիչ նշանակելն է, բայց նախագծում կար ևս մի, այսպես ասած, թաքնված դրույթ, որի մասին հիմնավորման մեջ որևիցե բառ չենք տեսնել։ Դա լիցենզիայի դադարման նոր հետևանքներն էին։ Եթե նախկինում լիցենզիա դադարած տնտեսվարողը կարող էր դիմել նոր լիցենզիա ստանալ, եթե չցանկանար կամ դիմումը մերժվեր, նորեր առաջանում նրանից ընկերությունը վերցնելու կամ ընկերությունը օտարելու հարց սեփականատիրոջից։ Հիմա փոխել են այդ դրույթը, ասել են, երբ որ լիցենզիան դադարեցնում ենք, այդ դեպքում միակ հետևանքը այն է, որ դրանից հետո 3 ամսվա ընթացքում կառավարության հետ համաձայնությամբ պետք է սեփականատերը հեծի ամեն ժամանակam լիցենզավորված այլ անձի օտարի ընկերությունը կամ եթե չօտարեց կառավարությունը վերցնի այս ընկերությունը ձեռք բերի հանրային գերակա որպես շահով։ Ստեղ արդեն մեր այս հարցերը փակվեցին։ Մի անգամից պարտացա, որ այս ամեն ինչի հիմնական նպատակը դա հեծը վերցնելն էր։ Եվ այդ դեպքում եկավ երկրորդ հարցը։ Իսկ ինչ էր խանգարում գործադիրին, որ հենց հունիսի 18-ից հետո մի անգամից հանրային գերակաշահ ճանաչեին ընկերությունը եւ ձեռք բերեին ընկերությունը հենց այդ պահից։ Կամ միջոցներ բերեին ընկերությունը ձեռք բերեին։ Ինչն էր խանգարում։ Ստեղ բացի քաղաքականից ես ոչ մի ուրիշ բան չեմ տեսնում։ Իսկ քաղաքականը շատ բարձ էր։ Դնել ժամանակավոր կառավարիչ, որը իրոք խախտումներ կգտնի, որտեղ այն ենթադրյալ խախտումները, որը Տկենը իր հաղորդման մեջ դրել է, վերջում պարզվելու է, որ հիմա մենք պարզեցինք, որ դրա գերակշիռ մասը չկա։ Խնդիր էր դրված ժամանակավոր կառավարիչին դնել, որ իրոք խախտումներ գտնի, խնդիր էր դրված որոշակի ժամանակահատվածում նսեմացնել հեծի նախկին գործունեությունը, նսեմացնել հեծի սեփականատիրոջը։ Ուրիշ խնդիր սա չէր լուծում, որտեղ ելի եմ կրկնում, պետությունը այսօր էր հենց հիմա էր կարող գնա գերակահարային շահ ճանաչել ընկերությունը վերցնել, բայց գնացին այս մյուս ճանապարհով։ Հիմա գանք էլի սկսենք օբյեկտիվ մտածել։ Լավ, եթե դուք այդ բոլոր խնդիրները գիտեիք, ինչու էիք սպասում օրենսդրական փոփոխություններին եւ նույն Տկեն նախարար չէիք դիմում մինչեւ ՏՑԿ-ին։ Մի բաց պատճառով, որպեսզի փոփոխված օրենքի իմ ասած այդ ծանրացնող հետևանքն առաջանա սեփականատիրոջ համար, որպեսզի եթե նախկինում նրա լիցենզիան դադարեցվեր, հեծը չէին օտարելու, այ հիմա լիցենզիայի դադարեցումը բերում է հեծի օտարման։ Այս սրան են սպասում, այսինքն բոլորը ենթադրյալ ինչ-որ խախտումների մասին գիտեին, սպասում էին, որ օրենքը ընդունվի։ Զավեշտն էլ այն է, որ զեկուցող այս օրենքի նախագծի հենց նույն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էր։ Այսինքն ինքը այս նախագիծը զեկուցելով գիտեր, որ ինչ-որ խախտումներ է տեսել հեծում, չնայած հետո պարզվելու է, որ չկա։ Սպասենք, օրենքը ընդունենք, նոր ես արձագանքեմ ինչ-որ խախտումներ ներկայացնեմ հանձնաժողովին։ Հիմա գանք մի քայլ հետո։ Հաղորդում է ներկայացում օրենքի ընդունումից մի քանի օր հետո։ Շատ կարևոր բաներ է մեջ արձանագրում, որպեսզի հիմնավորվի ժամանակավոր կառավարիչ նշանակելու անհրաժեշտությունը, որպեսզի ցույց տրվի հանրությանը բոլորին եւ նաեւ հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահին, որ 5 րոպե է պակասում հեծի ճգնաժամային վիճակին հասնելու համար։ Եվ դրա համար ինչ է գրում։ Գրում է, որ վերջին ժամանակահատվածում խոշոր վթարներ են լինում, նույնիսկ վթարները մատնանշում ամիս ամսա թվերով։ Հեծի հոսանքի տատանումներ է մատնանշում, նշելով, որ հազարավոր քաղաքացիների էլեկտրական սարքավորումներ են փչացել։ Նշում է մի կարևոր հանգույց լարի խոսքը վերաբերվում է Շահումյանի այն օդային կարևոր հանգույցի ստեղծմանը, որը ըստ իրեն հեծն է մեղավոր, մինչև հիմա չի կառուցվել, դրա համար էլ ծանրաբեռնված է աշխատում այդտեղ համակարգը եւ ռիսկ կա, որպեսզի լինեն խախտումներ։ Եվ մինչև օրս իր հաղորդումից հետո, այսօր էլ չկա տարածքային կառավարման նախարարը, ներկայացուցիչ չգիտեմ կա թե չկա, տեր չի կանգնում իր հաղորդմանը։ Ոչ դիրքորոշում է ներկայացրել այդ նախագիծի վերաբերյալ։ Ոչ որևէ ապացույց է ներկայացրել իր հաղորդմանը կից, որ հասկանանք իրոք եղել են ինչ-որ խախտումներ թե չէ, ոչ էլ իրան մինչև հիմա հետաքրքիր է, բալա,
Ես այսքան կարևոր բաներ եմ բացահայտել եւ գտել եմ, որ պետք է վարույթարուցվեր ժամանակավոր կառավարիչ նշանակել։ Բայց խախտումների վերաբերյալ բացարձակապես որոշման նախագծում հիմա չկա։ Չկա գոնե լիներ այս խախտումը չենք վերագրում հեծին։ Ընդհանրապես ոչ մի բան չկա այս խախտման մասին։ Հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ վարույթարուցել է, բայց իրանց էլ հետաքրքիր չի։ Բա լավ, այս խախտումները ինչ եղավ։ Ես սրատակ ով եմ եղավոր։ Մի հատ բացատրություն կա, ես ուրիշ բացատրություն այստեղ չեմ տեսնում։ Դա նշանակում է եւ տարածքային կառավարման նախարարը, եւ հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահը շատ լավ է գիտեին, որ այս կետերով կամ խախտում ընդհանրապես չկա, կամ եթե խախտում կա, ոչ մի կերպով դա չի կարելի վերագրել հեծին եւ նրան պատասխանատվության ենթարկել։ Սա է մեր այսօրվա իրավիճակը։ Իսկ ժամանակավոր կառավարիչ նշանակելն է, փաստորեն մեր ասած հիմնավորվում նրա համար էր, որ գոնե այս 3-4 ամիսների ընթացքում ինչ-որ մի փորձ կատարվի, ինչ-որ այլ խախտում դրվի, ինչ-որ կերպով հիմնավորելով, որ հեծին պետք է պատասխանատվության ենթարկել, դադարեցնել լիցենզիան, որպեսզի սեփականատիրոջից զրկել նրա իրավունքը։